Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը այս օրերին ծնողները երեխաների համար դպրոցներ են ընտրում ու ձգտում գրանցել լավագույններում։ Առաջին դասարանցիների հայտագրումը իրականացվում է 3 փուլով։ Մինչև հունիսի 22-ը հայտեմիս.am կայքում այն բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցողների համար։ Սա նշանակում է, որ ծնողը երեխային կարող է հայտագրել, եթե նրա քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում, հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է եւ այլն։ Ծնողը երեխային կարող է գրանցել նաեւ կամայական դպրոց Այս առումով սահմանափակումներ չկան, այլ հարց է, որ տեղերը տվյալ հաստատությունում արագ են սպառվում։ Դժգոհում են ծնողները ուժամին հայտնում, որ տեխնիկական խնդիրներն են պատճառը։ Համակարգը գերծանրաբեռնված է, դպրոցներում էլ տեղերը արագ լրանում են։ Երեկոյան փորձում էի տղայիս հայտագրել, չգիտեմ երևի թե պատճառի ծանրաբեռնվածությունն է։ Երեկոյան մինչև այսօր չեմ կարողացել մուտք գործել համակարգ, կամ շատ եմ ուզում հենց այդ դպրոցում երեխաս սովորի։ Ոլորտի փորձագետն էլ վերահաստատում է տեխնիկական խնդիրները ամեն դեպքում կան, բայց ժամանակ առ ժամանակ շտկվում են։ Այս պահին ամենամեծ խնդիրներից մեկը երեխայի հանրային ծառայությունների համարանիշի բացակայությունն է, որի դեպքում ծնողը չի կարողանա գրանցում կատարել։ Հանրային ծառայության համարանիշ ունենալը տարբեր պատճառներով կարող է պայմանավորված լինել, ասենք արտ երկրից են եկել կամ չեն ուզում հանրային ծառայության համարանիշ ունենալ։ Այդ դեպքում համակարգը այդտեղ բաց ունի։ Դառնաց դրա չեն կարող։ Ծնողը եթե չունեցավ չի կարող։ Երեխային դպրոց ընդունելու, գրանցելու այս մեթոդն ըստ փորձագետի արդյունավետ տարբերակ է։ Այն բացառում է մարդկային գործոնն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Դպրոցներ կան, որտեղ ծանոթով են ընդունվում, որովհետև այնքան շատ են երեխաները։ Կարծում եմ սա մարդկային գործոնը նվազեցնում է ու այդ առումով ավելի արդյունավետ տարբերակ է։ Այսինքն ուսուցիչը չի որոշում սրա երեխային ընդունեն կամ նրա երեխային չընդունեն, իսկ համակարգային խնդիրները տեխնոլոգիաների ձեռը մենք կրակ ենք ընկել, երբեմն կարող լինի այդպես բաներ։ Հունիսի 24-ից արդեն կմեկնարկի հայտագրման երկրորդ փուլը, ապա կհաջորդի երրորդը։ Հայտագրումը կշարունակվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։